Շատ դեռահասների պահվածքը վերջին շրջանում մտահոգիչ եւ նույնիսկ վտանգավոր է դառնում։ Մի դեպքում աղջիկները ծերկրտուք են սարքում ու փողոցային բառերով անպատվում միմյանց, մյուսում դասերի ժամին հաճախում են ակումբներ, երրորդում ծխում անգամ դպրոցներում եւ վերջապես դպրոց գնալու ցանկություն ընդհանրապես չունեն։ Արդյոք ժամանակակից դեռահասներն իսկապես չափահանցնում են, թե ավագ սերունդը ամեն ինչ չափազանցնում է։ Այսօր Ազատ գոտին հետաքննելու է, թե ուր են գնում աշակերտները, երբ դասերից փախչում են։ Մեր առաջին հյուրը վստահ է, որ դեռահասները դասերի ժամին գնում են ակումբ զվարճանալու։ Հրավիրում ենք Անուշ Սաֆարյանին։ Դիմավորենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք ինքներդ ակումբում եք աշխատում։ Այո։ Եվ ինչու եք համոզված, որ հենց դասերի ժամին են գալիս ակումբ, կամ դասերի ժամին ակումբում ինչ կա անելու։ Համոզված եմ այն պատճառով, որովհետև ինքս աշխատում եմ եւ տեսնում եմ, եթե դեռահասները 12-ին լինում են ակումբում, դա արդեն դասերի ժամին է։ Իսկ 12-ին ակումբում իսկապես ինչ կա անելու, բացի մի կտոր ինչ-որ մի բան ուտելու։ Չէ, շատ դեռահասներ գալիս են, շատ վատ իրենց պարում են, այո, պարում են, խմում են, ծխում են։ Բա դուք ինչու եք սպասարկում։ Մենք ինչու ենք սպասարկում։ Այդ հարցը բազմիցս տվել են մեզ։ Եթե լինի օրենք, հա, որպեսզի բոլոր մասին չի, այսինքն եկեք գլոբալ փորձենք մտածել։ Գլոբալ եմ ասում։ Եթե բոլոր ակումբները միաձայն այդ ժամերին չընդունեն աշակերտներին եւ չթողնեն, որ նրանք վատ բաներ անեն, մենք նույնպես չենք անի, բայց եթե նրանք մեզ մոտ պետքա լինեն, մենք չթողնենք գնան մյուս ակումբ, այսինքն տարբերություն չկա, միևնույնն է նրանք անելու են այդ ամենը եւ խմելու են եւ ծխելու են, բայց մենք մեզ մոտ բավականին խիստ է այդ ամեն ինչը, աշխատում ենք թույլ չտալ, բայց այդ նույն երեխային ես տեսել եմ մեկ ուրիշ ակումբում, որտեվ ես մի քանի ակումբներում եմ աշխատել։ Բայց հիմնականում նույն երեխաներն են լինում։ Դասից փախնում, խոսել եմ ես երեխաների հետ։ Ինչի համար, ինչ կա դպրոցում, հետաքրքրություն չկա երեխաների մոտ դպրոցում։ Բայց կա օրենքով կարգավորված կոնկրետ մի ոլորտ, այսինքն 18-ից մինչև 18 տարեկան երեխաներին ոչ ծխել, ոչ ալկոհոլ օգտագործել չի կարելի։ Այսինքն վաճառել նրանց չի կարելի, օրենքով սա է սահմանափակվում։ Ակումբը չունի նման սահմանափակում։ Այսինքն ոչ միտեղ չկա, որ այդ տարիքի երեխային պետք չի վաճառել, իսկ ծխախոտը նա բերում է դրսից։ Այսինքն խանութում պետք է թույլ չտան ծխախոտ վաճառվի այդ տարիքի երեխային 15-16 տարեկանից։ Եթե նա ակումբում եկավ եւ նրա ծխախոտը ավարտվեց, վերջացավ, տուփը վերջացավ, նա կարող է պատվիրել։ Չեմ հանդիպել նման դեպքի, բայց ես ինքս տեսել եմ անգամ փողոցում, մեր Երևանի շատ գեղեցիկ վայրերում, որ նույն երեխաները նստած նույն գարեջրի շիշը վերաներին եւ ծխախոտը ծխում են։ Տարբերություն չկա, երեխան գնա ակումբ։ Այո, իհարկե։ Ձեր երեխան քանի տարեկան է։ 16։ 16 տարեկան է, նույն խնդիրների հետ առնչվում եք թե ոչ։ Ոչ։ Նրանք չեն ծխում, չեն խմում ակումբներ, չեն հաճախում։ Ուրեմն այստեղ խնդիր կա նաև ծնողի եւ դպրոցի։ Մենակ չմեղադրենք մի կողմին։ Երեխային մանկուց պետք է երևի թե ճիշտ է ամեն ինչը դասիրակել, երեխային բացատրել, երեխան պետք է ակումբել գնա ծնողի հետ, ես կարծում եմ։ Նա շփվի, տեսնի ակումբային կյանքը, որպեսզի իր համար ավելի սովորական լինի այդ ամեն ինչը։ Պետք չի որ ծնողի հետ նստի խմի ծխի, խոսքը դրանում չի, բայց ակումբ հասկանա, չէ, նկատի ունեմ ծնողը պետք է թույլ տա որոշ բաներ երեխային բացատրելով եւ իր հետ, որ դա վատ բան է, չի կարելի, այսինքն վատը պետքա բացատրվի ինչու է վատ։ Ախր ակումբ գնալը վատ բան չի իրականում, եկեք հասկանանք, բայց դա ամեն ինչի ժամանակը ունի։ Հենց ասածս դա է, որ ծնողն էլ երեխային պետքա ճիշտ բացատրի ու ճիշտ դաստիարակի։ Օրինակ իմ երեխաները շատ փոքր ժամանակվանից, երևի 4-5 տարեկանից իմ հետ հաճախել են ակումբներ։ Մենք ընտանիքով միշտ գնացել ենք, ինչ որ տոներ ենք նշել։ Իսկն այս տարիքում 16 տարեկան նրանց համար արդեն շատ սովորական է այդ ակումբային կյանքը։ Նրանք դասից չեն փախնի գնան ակումբ։ Դասից կարող է փախնեն ամբողջ դասարանով, բայց այստեղ դասարանի մասին չի խոսքը։ Փախնում են 1-2 երեխա։ Իսկ հետաքրքիր է դպրոցում ուսուցիչը կամ տնօրենը չի նկատում, որ դպրոցում անընդհատ այդ երկու աղջիկը օրինակ դասի չեն նստում։ Դուք ինքներդ ասացիք, որ ձեր երեխաների դպրոցական առօրյայով շատ հետաքրքրված եք եւ ռեգուլյար հաճախում եք դպրոց, հարցնում եք այնտեղ թե ինչ է տեղի ունենում, կոնկրետ ձեր երեխաներին ինչ է սպառնում։ Ավագ դպրոցում են նրանք սովորում, բայց դա չի նշանակում, եթե երեխան արդեն 15-16 տարեկան է, պետք է թողնել իր հույսին եւ չհետեւել երեխային։ Չէ, ես հաճախ զանգում, հետաքրքրվում, գնում եմ անընդհատ, կարող է իրանք չիմանան, որ ես գնում եմ։ Ես պարկասը ուրախ եմ, որ ճիշտ են դաստիարակվել եմ երեխաները։ Այսինքն ձեր երեխաների հաճախած դպրոցում ամեն ինչ կարգին է եւ նրանք հետաքրքրություն ունեն դասերի նկատմամբ, մնում են այնտեղ։ Բավականին խիստ է եղել դպրոցում, հիմա ճիշտ փոխվել է, որտեղ ավագ դպրոց են արդեն հաճախում։ Իսկ այն դպրոցը, որտեղ իրանք ի սկզբանե սովորել են, խիստ է եղել, այսինքն դուրը գոնե փակ էր, չէին թողնում ոչ մի աշակերտ դուրս գա, բայց ես շատ դպրոցներ գիտեմ հենց քաղաքի կենտրոնում, որոնք այսօր համարվում են կներեք գլամուր դպրոցներ, հենց այդ նույն գլամուր դպրոցի երեխաներն են հաճախում ակումբ։
Լավ, տեսնենք թե այս խնդիրը իսկապես մինչև ուր է հասել։ Թիվ 42 դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը կարծում է, որ ծնողները երեխաների մոտ արժեզրկում են դպրոցի դերը եւ կարեւորում են նաեւ շատ այլ ոչ կարեւոր արժեքների դերը, ինչը բարդացնում է աշխատանքը երեխաների հետ։ Հրավիրենք Էլեոնորա Թումանյանին մեր տաղավարում։ Բարև ձեզ, Տիկին Թումանյան։ Բավականին լուրջ խնդրի առջև են կանգնած, խոսքը վերաբերում է մեր երեխաներին, որոնք հաճախում են դպրոց, եւ այսօր իսկապես կա այդ խնդիրը, որ երեխաները դասից հաճախ փախչում են եւ այցելում միգուցե վայրեր, որոնց այցելելու ժամանակը դեռ չէ նրանց համար։ Վատ տեղերի մասին չի խոսքը, այլ վայրեր, որտեղ պարզապես պետք է այցելել որոշակի տարիքից հետո։ Այս խնդիրը կա ձեր դպրոցում, թե ոչ, ես ինչու եմ ձեր դպրոցի օրինակը հարցնում, որպեսզի ընդհանուր պատկերը փորձենք հասկանալ։ Իսկ դուք ձեր դպրոցի օրինակով հաստատ ավելի լավ կպատկերացնեք ամեն ինչ։ Իհարկե։ Հարցը պարզ է, ընդհանուր։ Ну կարևորը ամեն դեպքում, որ կա խնդիր, իրոք երեխաները շատ են փախնում դասերից, եւ փախնել ասելով ուղղակի նրանք բացակայում են եւ ցանկությունը դպրոց գալ, ճանապարհը դեպի դպրոց մի քիչ արդեն ոնց որ արժեզրկված է երեխաների համար։ Թե նրանք ուր են գնում, դա իհարկե երկրորդ հարցն է։ Ես կոնկրետ չգիտեմ դուք ինչ նկատի ունեք վատ տեղեր, բայց իհարկե երեխաները անկախ նրանից թե ծնողները կամ դպրոցը ինչ են կարծում նրանց բացակայության մասին, լինում են ամենուր, ամենտեղ եւ ամեն ինչ չի, որ մենք նրանց մասին գիտենք։ Հետաքրքիր նկատառում։ Այ խնդիրը դրանում է, որ չգիտեք, որ իմանայիք, երևի թե չէին գնա այդ երեխաները։ Իսկ նրանք փախնում են, որովհետև դպրոցում հետաքրքրություն չկա։ Այսինքն կա ուսուցիչ, ով որ դասարանում սիրում է օրինակ 6 աշակերտի, հա, անընդհատ կանչելով նույն աշակերտներին գրատախտակի մոտ, անընդհատ նույն աշակերտներին ուշադրություն դարձնելով, իսկ կան երեխաներ, որոնք մնում են ստվերում ու հետաքրքրություն չեն գտնում, հենց այդ երեխաներն են փախնում։ Ու չկա մարդ, չեմ հասկանում, որ հետևի անընդհատ նույն երեխաներ ինչի դասի նստած չեն։ Ես միայն խնդրում եմ որևէ մեկս այսօր չանձնավորենք որևէ հարց։ Այսինքն, եթե անգամ հարցը ուղղված է ձեզ, ապա հարցը ուղղված չէ ձեզ, այլ ուղղված է ընդհանուր բոլոր մանկավարժներին։ Հասկանալի է, ամեն դեպքում նման խնդիր էլ կա, բայց դա հիմնական խնդիրը չէ։ Դա ավելի այսպես սովորական խնդիր է բոլոր ժամանակներում էլ դասարաններում, ինչ որ ուսուցիչներ եղել են, որ մեկին քիչ են սիրել, մեկին շատ են սիրել, մեկի վրա ավելի շատ ուշադրություն են դարձրել, եւ այլն, բնականաբար բոլորս էլ գիտենք, դա մի պարզ ճշմարտություն է, որ ուսուցիչը կոչված է աշխատելու ամբողջ դասարանի հետ, օբյեկտիվ եւ այլն, բայց դա չի հիմնական դպրոցը, համենայն դեպս ավագ դպրոցում, որտեղ արդեն դպրոց են հաճախում պատանիներ ու աղջիկներ, երեխաներ են էլի, բայց այդքան էլ արդեն երեխա չեն, այլ պատանիներ ու աղջիկներ են։ Ես կարծում եմ, որ շատ են եւ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ կան եւ շատ կարեւոր է թե որոնք են այդ պատճառները։ Եթե հետաքրքիր է ըստ ինձ, ես կարող եմ մի քանի պատճառներ նշել, թե ինչն է վանում երեխային դպրոցից։ Նախ կա մի խնդիր ավագ դպրոցում, դա արդեն շատ ծեծված մի հարց է, կրկնուսուցի հարցն է, որ երեխաները, աշակերտները ավագ դպրոցի շատ են զբաղված լինում, որ ցավոք սրտի ծնողը դեռ չի վստահում դպրոցին, մասնավորապես ավագ դպրոցին, որտեղ որ կան ուսուցիչներ, որոնք կարող են պատրաստել երեխային բուհ ընդունվելու համար, որովհետև ավագ դպրոցում կան հոսքային դասարաններ, կան առարկաներ, որոնք խորապես անցնում են եւ այստեղ, այսինքն պայմանները կա ուսուցիչը, կա ծրագիրը եւ պետք է որ լինի երեխան, որը պետք է վերցնի։ Տիկին Թումանյան, չեմ կարծում, որ երեխան փախնում է դասից, որպեսզի գնա կրկնուսույցի մոտ։ Սա կարող է նաեւ հարգելի Էրիկ, դա էլ է լինում, բայց դա միակը չի։ Ուղղակի ես այսպես մի շարք է, որը կուզեի ասել։ Պատճառներից մեկը դա է, բայց իհարկե ես էլ եմ հերոային մտքից, որ բոլորը այսպես կազմակերպված դուրս են գալիս դպրոցից ուսման ծառայ, որ գնան կրկնուսուցների մոտ։ Թեպետ որ կան այդպիսիները եւ այդ պատճառը, այդ կետը մենք չենք կարող անտեսել։ Դա նույնիսկ պայմանավորվածությամբ կարող է լինել, այսինքն ուսուցչի հետ պայմանավորվեն, որ այդ օրը չեն գալու, որովհետեւ գնալու են կրկնուսուցի մոտ։ Անկամ այս դեպքերը չի բացառվում, լրագրողները հետաքրքրվել են եւ տեսել նաեւ այդ։ Դե գիտեք ինչ, իհարկե ճիշտը կլինի ոչինչ չբացառել, բայց ես կոնկրետ ասենք այդքան էլ չեմ բախվել այդ կարգի խնդրի հետ, հույսով եմ, որ ուսուցիչները այդքան դեռ չեն կորցրել իրենց պատասխանատվությունը, որ այսքան խնդիրների առկայության դեպքում մի հատ էլ երեխայի հետ պայմանավորվեն, որ նա դպրոց չի գալու։ Հավատացեք, որ լինում են նման դեպքեր, ու այստեղ խնդիրը ամբողջ դասարանի մասին չի խոսքը։ Երբ որ դասարանով փախնում են, դա շատ նորմալ է, բոլորս էլ անցել ենք այդ տարիքը։ Դասարանով փախնելու մասին չի, այստեղ անհատ երեխաների մասին է խոսքը։
Գիտեք ինչ, այսօր փախուստը ընդհանրապես երեկվա երեխաների փախուստ, այսօրվա երեխաների փախուստից ասեմ ձեզ տարբերվում է։ Առաջ այսպես դասարանով, ասենք դա ընդհանրապես կարող է լինել ամեն մի դասարանի պատմության մեջ մի տարվա ընթացքում 1, 2, թող 3 անգամ։ Սա ես այսպես շատ լուրջ ծրագրավորած ու դասարանի վառողը եւ իրանք գիտեին ինչի են գնում, ոնց են գնում, գիտեին որ պետք է պատժվեն եւ այլն։ Ես սա փախուստներ չէի գոչի։ Ես սա ինձ համար խնդիր է որպես դպրոցի տնօրեն եւ ընդհանրապես մանկավարժ եւ քաղաքացի եւ ծնող, որ երեխան այսօր հաճիկով չի գալիս դպրոց եւ ունի մի շարք ուրիշ հետաքրքրություններ, ուր է նա գնում։ Ինչ է պետք անել։ Նախ պետք է հասկանալ ինչ հետաքրքրություններ նա ունի։ Եկեք համեմատությունը հստակ հասկանալու համար համեմատենք ուր եք դուք գնում ձեր ժամանակ փախուստների ժամանակ եւ ուր են հիմա գնում երեխաները։ Համեմատենք այդ սերունդները։ Կինո, թատրոն։ Գիտեք ինչ, երբեմն անիմաստ ենք փախնում, այնքանով որ փախչենք, այնքանով որ դպրոցում այդ ազատության այսպես զգացումը ունենալ։ Դա մեկ։ Փախել եք, Տիկին Թումանյանը նույնպես փախել է դասերից։ Հա, մեծ փախել եմ։ Իդեպ ես դասանի ավակն էի եւ փախնում էին, ես էի որոշում երբ դի փախնեն, երբ չի ասենք հարցնում է, ասում է չէ արդեն շատ, արդեն ամոթ է։ Հարցը դրանում չի, բայց Մատյանը ձեռքին հետո չէի գնում ուսուցչան։ Չէ, երբ որ փախչում էին բնականաբար ես չէի կարող մնալ, բոլորս էլ փախչում ենք, դե կինո էինք գնում։ Կինո էինք գնում, զբոսնում էինք եւ այսպես շատ Սա ուներ իր իմաստը, այսինքն ընկերություն էր ձևավորվում այդ փախուստների ժամանակ։ Այո, ուղղակի այսպես լինենք մենք ինքներս տրամադրված մեզ։ Իսկ հիմա խնդիրները։ Հիմա խնդիրներ են, այո։ Խնդիրներից մեկը հենց դա է, որ ասում եմ այսօր հետաքրքրությունները ուրիշ են։ Էլի եմ ասում, նախ պետք է հասկանանք մենք դա որ ինչպիսի հետաքրքրություններ են։ Երկրորդն էլ մենք դպրոցը պետք է ինչ Դուք դպրոցը թե ծնող ով պետք է դա հասկանա։ Դպրոցն ու ծնողը։ Դա միասին։ Ես ձեզ ասեմ, իմիջիայլոց դպրոցում այսօրվա արկա խնդիրներից մեծ մասը ամենագլխավոր պատճառը հենց կայանում է նրանում, որ այսօր դպրոց ընտանիք կապը խաթարված է։ Նախկինում այդ կապը շատ լավ գործում էր եւ ծնողը շատ էր վստահում դպրոցին եւ անգամ երբ նա համաձայն չէր լինում դպրոցի ինչ որ մի գործողության կամ մոտեցման հետ նա դա ճշտում էր ուսուցիչների տնօրինության դպրոցի հետ փորձում էր օգնել իսկ հիմա մենք ինչ ունենք այսօր կարող է երեխան ինչ որ մի ինֆորմացիա տանի տուն եւ ծնողը առանց ճշտելու թե դա ինչ է դպրոցը ճիշտ է սխալ է եւ այլն միանգամից մեղադրում է հանդես է գալիս դպրոցին մեղադրողի Դուք որպես տնօրեն ծնողական ժողովներ կազմակերպում եք։ Բնականաբար։ Որպես տնօրեն դպրոցի հենց դեռահասների Ես աշխատում եմ ծնողական խորհրդի հետ։ Դպրոցում յուրաքանչյուր կա ծնողական խորհուրդ եւ մեր դպրոցում դա շատ ակտիվ է գործում եւ մենք շատ հաճախակի ենք հավաքվում ծնողների հետ եւ այդ խնդիրները նրանց հետ քննարկում եմ։ Իսկ գիտեք խնդիրներից մեկը ամենակարևորը ես շատ եմ նկատել դպրոց մտնելուց տեսել եմ երբ որ ուսուցիչը նույն երեխային խանգարում է դասը կամ ինչ որ բան նստացնում է կամ վերջի շարքում կամ դուրս է հանում դասարանից գնա մի խանգարի դասը իմանալով որ այդ երեխան կարող է ինչ որ վատ արար կանի որի պատասխանատուն այդ պահին ուսուցիչն է Ինչ կներեք որ ես ձեզ հատում եմ չեն որովհետև շատ մասնավոր դեպքեր եք բերում ես կուզենայի դպրոցի գլոբալ խնդիրների մասին խոսել այն երեխաների թե նրանք ուր են ինչ է պետք անել որ նրանց բերել դպրոց եւ ասենք թե ինչ պետք է անենք Եկեք ես առաջարկում եմ խոսակցությունը մի փոքր ավելի ծավալելու համար հրավիրենք նաեւ մեկ այլ դպրոցի մասնագետ Նարինե Էլբակյանն է մեր հաջորդ հյուրը նրա դպրոցում օրինակ զինվորական կարգուկանոն է գործում նա դպրոցում ուսումնասվարուհի է հրավիրենք նրան տաղավար եւ երեխաները փախչելու հնարավորություն օրինակ այդ զինվորական կարգուկանոնի պատճառով չունեն մեր մյուս հյուրը կլինի նաեւ Լուսինե Բադալյանը դիմավորենք նրան Եթե դեմ չես, այս կողմում հավաքված են ծնողներն, այս կողմում հավաքված են մանկավարժները, խնդիրներն իսկապես շատ են, բայց շատ հետաքրքիր արտահայտություն էր գրված ձեզ ներկայացնելու ժամանակ ես ասացի սա։ Զինվորական կարգուկանոնն է գործում, մի փոքր խիստ չէ ասված, արդյոք երեխաները պարտադիր է որ անցնեն զինվորական կարգուկանոնի, որ ամեն ինչ կարգին լինի։ Չէ՞ որ նրանք անհատականություններ են, նրանց այդ զրուցել է պետք։ Անշուշտ իհարկե մի փոքր խիստ է ասված, բայց դա ոչ թե մեր խոսքն է, այլ դպրոցի աշակերտության խոսքն է։ Աշակերտներն են միշտ այդպես արտահայտվում մեզ մոտ, որտեղ շատ հետևողական ենք, դպրոցի տնօրինությունը ամեն կերպ աշխատում է այնպես անել, որ երեխաները
դասերից չփախչեն։ Իսկ ինչպես անել դա։ Այստեղ միայն դասերից փախչելու համար եք այդ կարգ կանոնը հաստատել։ Ոչ, դա երեխայի ապահովության համար է, ծնողի հանգստության համար է դա, ծնողը հանգիստ է, որ երեխան եթե դպրոցում է, ուրեմն նա ապահով ձեռքերում է, մենք պատասխանատու ենք ամեն աշակերտի համար, բայց պետք է նաև մենք դա ապահովելու համար այնպես անենք, որ երեխան դպրոցում հետաքրքրություն գտնի։ Այնինչ ասում էր Տիկին Թումանյանը։ Ինչպես անել դա։ Փորձում ենք էքսկուրսիաների միջոցով, տուն-թանգարաններ, համերգներ, թատրոններ, ֆիլմեր, եւ այդ ամենը մենք կատարում ենք Գոյությունի դպրոցում դասղեկի ժամ, երբ դասղեկը ինքը երեխաների հետ զրուցում է, ծանոթանում է նրանց ցանկությունների։ Սիրում են այդ դասղեկի ժամերը երեխաները։ Շատ անգամ մի փոքր դժվարությամբ են մնում, բայց եթե հետաքրքիր թեմա է նրանց համար, եթե դասղեկը ընդհանրապես մարդուն եթե հետաքրքրելու համար պետք է նրանց հետ խոսել նրանց հետաքրքրող թեմաներից։ Իսկ շատ ժամանակ էլ դասղեկի ժամը դասղեկն ասում է այսօր գնանք տուն երեխեք ջան, որտեվ դա հիմնական առարկա չէ։ Չէ, դա արդեն տնօրինությունից է գալիս, նայած տնօրինությունը ինչպես է պահանջում։ Ես 3 դպրոց եմ փոխել իմ երեխաներին, այնպես չէ որ մի դպրոցի վրա եմ։ Ու սկզբից տղա սովորում էր Վճարովի դպրոցում, հետո ինչ-ինչ պատճառներով փոխեցինք։ Հիմա ես չեմ տարել ավագ դպրոցի իմ երեխաներին, որովհետև ամբողջ դասարանը չի տարել։ Ես տարել եմ քոլեջ, որտեվ ավագ քոլեջ, որտեվ ավագ դպրոցում շատ ավելի վատ վիճակ է տիրում։ Բայց եթե դուք չեք տարել, ինչ գիտեք, ինչ վիճակ է։ Գիտեմ, հետաքրքրվել եմ, հետո նոր չեմ տարել։ Հիմա Լուսնեին անդրադառնանք։ Խնդիրները այսպես նույնն են։ Ես առաջարկում ծնողները նույնպես բոլոր ծնողները բարձրացնեն խնդիրները, հետո ոչ թե պատասխանողի դերում, այլ իսկապես անհանգստացած նաև որպես ծնող փորձեք պատասխանել այս հարցերին։ Դեմ ես երբ դպրոցում խիստ է լինում, շատ զինվորական կանոն է լինում։ Դեմ եմ լինում հիշելով իմ երիտասարդ, իմ պատանեկության տարիները, որովհետև որքան խիստ են եղել ինձ հետ, եթե ինձ դասը չի հետաքրքրել, անգամ մի պահ եկավ մեր դասարանին չդիմանալով բոլոր դռներն էին կողպվում դպրոցի, որպեսզի մենք դասից չփախչենք ու բոլոր պատուհանները, բայց մենք միևնույն է երթիկից էինք փախչում։ Այսինքն այդ խստությունը երբեք չկարողացավ մեզ կոտրել։ Այդ իմաստով ես դեմ եմ այդպիսի խստությանը։ Ես ինքս պատիվ եմ ունեցել, ասեմ պատիվ եմ ունեցել դասավանդելու մի քանի տարի դպրոցում, ընդ որում հենց առաջին տարին ինձ տվեցին մի դասարան, որին հնարավոր չէր կարգի բերել ուղղակի, այդ նույն վիճակներ ես էլ այնքան վաղուց չէր, որ աշակերտական աթոռից նստարանից դպրոցում որպես դասավանդող էի տեղափոխվել ու հիշելով իմ դպրոցական տարիները, այդ դասարանը, որի մասին լեգենդներ էին հյուսվում, որ դա ուղղակի ահավոր մի երևույթ է, ոչ սովորում են, ոչ դասի են գալիս, կարգի հրավիրել պրակտիկորեն հնարավոր չէ, զուտ մասնագիտության սկզբում այդ երեխաների հոգեբանությունը հասկանալով, իրենց հետ շփվելով ուղղակի, հետո աստիճանաբար սեր արթնացնելով առարկայի նկատմամբ, դրանից հետո որ մի օր էլ ինձ հարմար չէր լինում, որովհետև ես ուսանող եմ, ես չէի կարողանում նրանց համոզել, որ իրենք փախչեին դասից, ես գնայի իմ գործերով։ Չես կազմակերպել, որովհետև փախուս։ Կազմակերպել եմ, բայց գիտեք ամեն ինչ արել եմ, ես ինքս ինչպես որ խենթ աշակերտ եմ եղել, խենթ ուսանող եմ եղել, այնպես էլ խենթ ուսուցիչ էի ընթացքում, բայց ասածս ինչ է, ես ինձ համար այդ էքսպերիմենտը արեցի ու հասկացա, որ միայն խստությամբ ոչինչի չես հասնի, իհարկե խստությունը պետք է, բայց այդ խստությունը ոչ թե պիտի լինի այսպես զինվորական խստություն, կային չէ, այդպիսի ուսուցիչներ կամ համասանում եկային դասախոսներ, այն որ մի օր բացակայեցիր, դու չես ստանալու քո քննությունը, ու այսպես բոլորը դասի նստած էին զոմբիացված դեմքերով, անգիր այսպես ինչ որ գրում էին, հետո գնում էին պատմել, այս դեպքում խանգարում է, բայց հակառակ ազդեցությունը կարող է չոր եւ խիստ մոտեցումը երեխային հակառակ ազդեցություն։ Բայց ձեր աշակերտների ասած խոսքն է Տիկին Էլբակյան, որ ձեր դպրոցում զինվորական կանոնն է տիրում, երեք ցանկացած անհատականություն կամա թե ակամա որևէ ռեժիմի չի ուզում ենթարկվել։ Ինչպես կարող եք այդ խստությամբ հասնել անգամ ծնողների հանգստության համար դիմելով այդ խստությունները, ինչպես կարող եք պահել երեխաներին։ Այդ խստությունը, այդ զինվորական կարգապահությունը, ասել բառից բուն իմաստով եկեք մի հասկացեք, մենք փորձում ենք երեխաների հետ անհատական բոլորի հետ մոտեցում ցուցաբերել։ Մեր աշակերտներն էլ այստեղ նստած են, իրենք էլ կարող են վկայակոչել, որովհետև բոլորի հետ մենք մտերիմ հարաբերությունների մեջ ենք, բոլորի հիմա որ գլխով անեք, իհարկե վաղը 5 կստանաք, դա պարզ է։ Չէ, ինձ թվում է երեխան երբեք չի խաբում։ Ես այդպես եմ կարծում։ Ովքեր են Տիկին Էլբակյանի դպրոցից ձեռք բարձրացրեք, խնդրեմ։ Զինվորական կարգ ու կանոնով բոլորը միասին ձեռք բարձրացրեցին, չկա այդպիսի բան։ Տեսեք, անցնելու է ընդամենը մի քանի տարի, դուք ավարտելու եք այդ դպրոցը եւ սկսելու եք խոսել այդ խնդիրների մասին։ Համարենք, որ այդ մի քանի տարին անցավ,
ինչ խնդիրներ կան, որ կարող եք այսօր հանրային հեռուստատեսության ամբիոնից բարձրացնել եւ ուղղել ձեր ուսուցչուհուն։ Դպրոցների հետ կապված։ Ձեր դպրոցի հետ կապված։ Ես որպես աշակերտ դպրոցից ստանում եմ այն, ինչի համար ես գնում եմ դպրոց։ Իսկ որպես երիտասարդ եւ աշխուժ աղջիկ երբևէ դասերից փախել եք։ Երկուստը հնչեց կարծիքներ, որ դպրոցում պետքա լինի հետաքրքրասիրություն։ Իսկ ինձ թվում է, որ դպրոց թե ծնողները, թե դպրոցը պետք է ավելի շատ հետևողական լինեն այն հարցի նկատմամբ, որ աշակերտների մեջ ձևավորվի այն գիտակցությունը, որ նրանք չեն գնում դպրոց ինչ-որ հետաքրքրությունների համար, գնում են կրթություն ստանալու ու դպրոցից միայն դա պետք է սպասեն, իսկ ուրիշ հետաքրքրություններ կարող են զարգացնել դպրոցից դուրս։ Հարգելիներս, մի րոպե։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ թե ծնողները, թե աշակերտները եւ թե մանկավարժները հստակ պատկերացնում են թեորիան, ինչպիսին պետք է լինի իրականում։ Սակայն պրակտիկան ցույց է տալիս բոլորովին այլ բան։ Դուք կարծես թե մի փոքր ավելի պրակտիկ եք խոսում, Տիկին Թումանյան։ Հիմա եթե պրակտիկ փորձենք 1-2 բառով նկարագրել այդ խնդիրներից յուրաքանչյուրը, ես վստահ եմ, որ ծնող խորհուրդ, ծնողական խորհուրդ, ծնող խորհրդի եւ ուսուցչական խորհրդի համատեղ որոշումները պրակտիկան ուսումնասիրելուց հետո շատ ավելի տեղին եւ ճիշտը կլինեն։ Կոնկրետ դեպքերը լուծելու համար կկայացվեն։ Եթե մենք հավաքվել ենք այսօր, կարծում եմ իմաստը, այսինքն պատճառը նա է, որ մտահոգ ենք։ Եթե մտահոգ ենք, ուրեմն կա խնդիր։ Ես կարծում եմ, որ այս խնդրի լուծման այն առաջնահերթ ինչը որ երևում է, երկու հարց է։ Մի կողմից դա ծնողն է, որը պետք է շատ ժամանակ երեխային տրամադրի։ Այսօր ծնողները թույլ են, երեխաները չեն ենթարկվում նաև ծնողներին։ Այսօր ծնողները քիչ են զբաղվում իրենց երեխաներով։ Այսօր ծնողները ճիշտ ու լավ չեն դաստիարակում երեխաներին։ Կարևորը դաստիարակված երեխան է։ Կարևորը որ հարցնենք յուրաքանչյուր ծնողի վերջի անգամ երբ է իր երեխայի հետ թատրոն գնացել, թանգարան գնացել, կինո գնացել, իսկ երբ հանկարծ դպրոցն է ուզում ինչ-որ մի բան կազմակերպել, նրանք նաև արդեն խնդիրներ են առաջացնում։ Ծնողը շատ անելիք ունի այսօր, պետք է դաստիարակի երեխային։ Այնպես չի, մենք գիտենք, որ երեխան ընդհանրապես վաղ տարիքում է արդեն ձևավորվում ու դաստիարակվում։ Չի կարելի սպասել, որ ավագ դպրոցում կամ թեկուզ 5-րդ միջին դպրոցում պետք է ընդհանրապես երկրորդ տունն է, հա, դպրոցը երեխայի, եթե ծնողը սխալ է դաստիարակել, դպրոցը պետք է ավելի շատ փչացնի։ Երկրորդ տանը, իսկ երկրորդ տունը, որպեսզի տուն լինի նրանց համար, իրոք երկրորդ տուն լինի, դպրոցը պետք է գրավիչ լինի երեխայի համար։ Մանավանդ այսօրվա աշակերտները ընդհատելու համար հազար ներողություն եմ խնդրում ընդհատելու համար։ Ձևականորեն ֆորմալ առումով դուք ամեն ինչ շատ ճիշտ եք ասում։ Ես ձևականորեն ի սկզբանե ասեմ, ոչ մի հարցի չեմ մոտենում։ Ճիշտ ձևակերպել հարցս ոչ թե դուք եք ձևականորեն, այլ ֆորմալ առումով ամեն ինչ ճիշտ է։ Բայց այսօրվա դպրոցին պահանջվում են սուպեր ուսուցիչներ, որպեսզի այն նյութը, որը դպրոցը պիտի տա երեխային եւ այն կարգուկանոնը, սուպեր չէ, բայց ես դրան էի գալիս, ուզում էի նկարագրել երեխան, որին ես հիմա ասեմ, շաբաթ օրերը երեխայիս դասի չեմ տանում, թող ինչ ուզում է մտածի կրթության, գիտության նախարարությունն ու քաղաքապետարանը։ Շաբաթ օրերին չեմ տանում, որովհետեւ մեկ շաբաթ ավել արձակուրդը 6 տարեկան երեխայի քթերից բերում են։ Ծավալը այսքան է, այնինչ որ երեխան պիտի սովորի։ Ես չգիտեմ, նյութ ընդհանրապես չկա ոչ մի դասագրքի, ինքս թե որպես ծնող, թե որպես ուսուցիչ ժամանակին, այն ժամանակ էլ ես դասագիրքը գցել եմ մի կողմ եւ երեխաներին սովորեցել եմ այն ամենով, ինչ ես բերել եմ ինձ հետ պետական համալսարանից։ Ձեր մոտեցումներից էլ են որոշ խնդիրներ բխում դպրոցի համար, ձեր մոտեցումներից։ Իմ երեխան իմ մեղքը գալիս է, նա ծանրաբեռնված է ձեր երեխան է սեփական, բայց եթե դուք վստահում եք նրան որևէ դպրոցին, եթե դուք վստահում եք դպրոցին ու ուսուցչին, բայց ես միևնույն ժամանակ շատ լավ գիտեմ, որ եթե իմ երեխայի բախտը չբերեր ու իր ուսուցիչը չլիներ այն ուսուցչուհին, որ հիմա կա, այն որ երեխաս գալիս է տուն, սկսում է ինձ դաստիարակել, երբ ես այով եմ խոսում վերջավորությունները կամ չգիտեմ ինչ որ սխալ բառ եմ օգտագործում կամ սխալ եմ ինձ պահում, եթե այդ ուսուցչուհին չլիներ, ես նայում եմ իմ մնացած շրջապատի ընկերուհիների, հարևանների երեխաներին, դպրոցում պետք է այսպես 1000-ից 1 է հանդիպում այդպեսի սուպեր ուսուցիչ, որը կարողանա այն նյութը, որը վերևից իրեն տրամադրված է, երեխային տալ։ Այդ երեխային հետաքրքրություն, եթե ուսուցիչ ուղղակի այսպես գա դասը ընթերցի երեխային, պատմի, սովորեցնի, գնա, երեխային բացարձակ հետաքրքիր չէ այն ամենը, ինչ որ իրեն բնականաբար ես որ ասեցի դպրոցը պետք է գրավիչ լինի, ես այդ գրավիչի մեջ ուզում եի ձեզ ներկայացնել։ Այսինքն ես դպրոցին չեմ մեղադրում, ես մեղադրում եմ այն կառույցին,
որը որ տրամադրում է այն նյութը, որը դպրոցը պիտի ստիպի մարսել այդ երեխային։ Այս ուրիշ բան էր ասում, դու ասում էիր, որ նյութը իրականում հնարավոր է մատուցել եւ այս կերպ եւ այն կերպ։ Եթե որևէ ուսուցիչ չի կարող։ Մաթեմատիկայի 5 ուսուցիչից մեկի մոտ լավ է ստացվում մաթեմատիկայի դասարան։ Այսինքն ոչ թե նյութի, այլ մանկավարժների մեջ շատ հաճախ խնդիրը մանկավարժների վերապատրաստման։ Ներողություն մի բան ասեմ, ինչ երեխային երբ որ ասում ես դասը սովորի, հա, երեխան շատ հանգիստ ասում, միևնույնն է չեն հարցնում, սովորեմ ինչ անեմ, ինձ հետաքրքիր է, 45 րոպե դասատուն ինչ է անում։ Գիտեք ինչ, հնարապես ես չգիտեմ ճիշտ ասած դուք որ դպրոցում եք ձեր երեխան սովորում, բայց շատ հասկանանք, եթե դեմ չեք տիկին Թումանյան։ Գիտեք ինչ, մի քիչ Ես մենակ իմ երեխայի սովորած դպրոցից չեմ ասում, գիտեք, ժամանակակից մեթոդներ են ասում։ Օրինակ ես չեմ պատկերացնում, ինձ դաս չեն հարցնում։ Երեխան այստեղ է։ Որ տնօրեն եմ, նաև ուսուցիչ եմ։ Կոնկրետ մի քանի օր առաջ նկարչության, երբ որ նկարում էր երեխաս ու սովորում է կոնկրետ հենց այդ թեկումով դպրոց, ասում Լիլ, ինչի՞ չես նկարում, որտեվ չեն նայում կամ չեն հարցնում։ Ես առաջարկում եմ երեխայի ես ծնողի բավականին ուշադիր երեխաների հանդեպ։ ամեն օր գնահատական ստանալ, ոչինչ չի վրիպում է, չի կարող վրիպել։ Այսինքն երեխան գիտի, որ ինքը դպրոց է գնում, իրանից պահանջող չկա։ Իսկ եթե միտեղ պահանջող չկա, մենակ քիչ դուք հասկանալը մոտեցումներ այդ որ ես չգիտեմ էլի երեխայի սուբյեկտիվ երեխային դաս չեք հարցնում։ Եկեք հասկանանք երեխան այստեղ է։ Խոսափողում է։ Պարտադիր չի ամեն օր բերել երեխային հարցնել գրատախտակի Պարտադիր չի, պարտադիր չի, բայց երեխան պետք է իմանա, որ նկատի ունի ֆորմալ ավելի մատչելի բառով։ Ասածս այն է, որ այսօրվա այդ մեթոդները ֆորմալ են, դե ֆակտո դրանք չեն գործում։ Ձևական չէ մեթոդները։ Ախր շատ հեշտ է գալ, խոսել մեթոդների մասին, բազմիցս եւ իմ ծրագրերում, հեռուստածրագրերում եւ տարբեր քննարկումներում բարձրացրել եմ այդ հարցը, բայց ես ինքս ծնող եմ, ես ինքս տեսնում եմ, Փառք Աստծո, նորից եմ ասում, իմ երեխայի հարցում չեմ խոսում, որովհետեւ նորմալ է ամեն ինչ, բայց այդ ամեն ինչի մասին խոսվում է, դա չի կիրառվում։ Դա կիրառվում է միայն շատ եք խոսում ու գնահատականներ տալիս։ Ախր դուք ներսում չեք, ինչ է նշանակում չի գործում։ Այ հենց խնդիրների մեծ մասը նրանից է գալիս, որ անընդհատ երեխան լսում է ծնողի գնահատականը։ Դպրոցը գիտելիք չի տալիս, այս մեթոդները չեն գործում։ Այսպես է դպրոցը ծնողների կողմից։ Նախկինում մեր ժամանակ, երբ որ դուք էիք սովորում, երբ որ ես էի սովորում, մեր ծնողները մեզ երբեք չէին ասում, ուսուցիչը գիտելիք չի տալիս, դպրոցը գիտելիք չի տալիս, սխալ է աշխատում, հետաքրքիր չի։ Նրանք միշտ կանգնած էին դպրոցի կողքին եւ դա շատ օգնում է։ Ասեմ ինչու, որովհետեւ պետք է օգնել, ոչ թե քննադատել։ Մի րոպե, ես, որ իմ մայրը երբեշտապես քննադատվում է դպրոցը բոլոր արձաններում, հասարակությունը միայն քննադատում երեխաներ է Մի րոպե ես ասեմ, որովհետև իմ ծնողը երբեք չի տեսել ես ինչպես եմ դաս սովորում։ Իմ ծնողը երբեք չի տեսել ես ինչպես եմ ընդունվել Երևանի պետական համալսարանում, ինչպես եմ ավարտել։ Այդ դուք հիմա ասեցիք, ինձ համար նշանակություն չունի ատյանները ինչ կմտածեն։ Իմ երեխան դպրոց չի գնալու շաբաթ, որ իրավունքով։ Եթե որոշված է, որ շաբաթ օրը երեխան որոշել է կրթության եւ գիտության նախարարությունը կամ թողել է դպրոցի հայացողության վրա, եւ ես որպես դպրոցի տնօրեն որոշել եմ, որ դպրոցը պետք է շաբաթ օրը աշխատի, որտեվ ծրագիրը պետք է հասցնի։ Դուք այդ պարագայում որպես երեխան ուժասպառ է լինում։ Իմ երեխան ուժասպառ է լինում։ Իմ խորին համոզմունքն է, երեխան ինչքան զբաղված է լինում, այնքան ավելի տոկուն է, այնքան ավելի ճիշտ է երեխաներին։ Ուժասպառ չի լինի։ Իմ ասածը գիտեք ինչն է։ Դուք մինչև վերջ թույլ տվեցիք, որ ես ասեմ։ Իմ ծնողը երբեք չի տեսել ես ինչպես եմ սովորում։ Ես յուրատուկ երեխա ես եղել, դա բոլորը գիտեն հանրապետությունում։ Բայց ինքնուրույն իմ դասարանի երեխաների ծնողներն էլ չգիտեն, մենք ինքնուրույն ենք սովորում։ Այսօրվա նյութը ինքնուրույն երեխան ի վիճակի չէ մարսելու, ծնողը նրա հետ նստած սովորում է։ Թող մի ծնող ասի, որ ինքը կարող է առանց համամիջ եմ, այդպես չի, ինչի չի կարող ինքը ինքնուրույն սովորել։ Որովհետև անհասկանալի է։ Երեխան սպունգի նման մի բան է, Լուսինե, ինչքան տաս նա այնքան կվերցնի։ Եւ ինչքան շատ է զբաղեցնում երեխան, այնքան դրսի բացասական շրջապատից ավելի շատ է կտրվում։ Դուք արդյունքը անդրագիտությունը Եթե երեխային ներարկես ինտերնետի մեջ ուրիշ բան չեն անում այդ երեխաները, եթե դնես մաքուր զուլալ ջրի մեջ զուլալը կգնա։ Դուք որպես ծնող ինչ եք ջրի մեջ դնես, եկեք հեռու պահենք։ Ես որպես ծնող ասել եմ ուսուցչին, որ հեռախոսը վերցրու երեխայի ձեռքից, երբ որ մտնում է դասարան, թող անջատեն հեռախոսները։ Բայց ես ձեր հետ կարող եմ
վստահ ասել մտնել ցանկացած դպրոց։ Մեզ մոտ հավաքվում են։ Օրինակ մեզ մոտ հեռախոսները հավաքվում են դպրոցում։ Ես չեմ կարող չտալ, որտեվ եթե իմ երեխան չօգտագործի, մյուսը օգտագործում է, այսինքն այդ գլոբալ խնդիրը դա ինչ է նրան խանգարում։ Նա դասի ժամանակ հեռախոսով է խոսում։ Իհարկե, Իսկ դուք դասի նրան բացատրում ժամանակ եք, որ նա չպետք է դա Դա ճիշտ եք համարում։ Իսկ սկզբանե, եթե դուք հստակ ասում եք Բալիկ ջան, հեռախոսդ անջատում ես, երբ դասերդ ավարտվում են, այդ ժամանակ դու որ ազատվում ես, ինձ զանգահարում ես եւ ասում ես նայիր, հանկարծակի չլինի, որ դասի ժամանակ հեռախոս միացնես, ուրեմն այդպես էլ կան։ Երեխանին ինչ է պատասխանում։ Ուրեմն ձեզ չի ենթարկվում։ Ոչ, իմ երեխանին պատասխանում ձեզ ինձ էլ չի ենթարկվում։ Օրման դպրոցում եթե դասարանում բոլոր երեխաները հեռախոսով ինչ որ նկար են ցույց տալիս Bluetooth-ով իրար ինչ որ բան են փոխանցում։ Ես ինչի համար չանեմ։ Երեխան օրինակ իրավունք իրավունք է գալիս։ Դպրոցում էլ ուսուցչուհի երբեք ձեզ իրենց շարունակող ձեր պահանջներ շարունակողներ չպետք Միայն դպրոցի վրա գցելով էս արդեն երբեք չի լուծվում։ Ծնողներ Ես պետք է շատ ուշադիր հետևում եմ ձեզ, ինքս էլ երեխա եմ մեծացնում, որդի եմ մեծացնում եւ շատ անհանգստացած եմ նրա ապագայով բնականաբար թե ինչ դպրոցին հաճախելու։ Ինքս շատ լավ գիտեմ մեր դպրոցի պատմությունը, ինչպիսի դպրոց է եղել եւ ուր էին գնում։ Ինչ վերաբերում է, եկեք ամեն դեպքում փորձենք այս տարաձայնությունները լուծել հերթով, հա, հերթով դնենք յուրաքանչյուր կետ եւ փորձենք լուծել։ Խոսքը առաջին հերթին վերաբերում էր երեխաների փախչելու մասին։ Այստեղ կա գլոբալ խնդիր, երեխաների հետաքրքրության բացակայություն։ Երեխաների հետաքրքրության բացակայության համար ես արդեն փորձում եմ ամփոփել ձեր բոլորի վեճը, ձեր քառյակի վեճը։ Երեխաների բացակայությունը գալիս է հիմնականում ուսուցչի անհետաքրքիր լինելուց։ Այսինքն կան ուսուցիչներ, որոնք հնարավոր է որ վերապատրաստում անցած չլինեն եւ այն նյութը, որ անգամ եթե նյութը լավն է, հիմա նյութին էլ կգանք, անգամ եթե նյութը լավն է, չկարողանան մատուցել, որովհետև նույն նյութը տարբեր ուսուցիչների կողմից համաձայնեք բոլորդ։ Ես կարծում եմ չկա այս դալիճում մարդ, որ տարբեր ուսուցիչների կողմից մատուցվում է շատ տարբեր ձևով։ Ես առաջարկում եմ բաժանվենք երկու մասի եւ լուծենք խնդիրը, բայց այդ հարցում մեզ պետք է օգնեն նաեւ երկու այլ մասնագետներ։ Ուրեմն նախ հրավիրում եմ ոստիկանին, որովհետև այս ծնող, մանկավարժ, դպրոց, երեխա այս հարաբերություններում շատ կարևոր դեր է տանում ոստիկանը այն ժամանակ, երբ երեխան դասից փախչում է եւ հայտնվում է փողոցում, եւ ուզում եմ հրավիրել նաեւ հոգեբանին։ Հոգեբանը նույնպես մեր տաղավարում անհրաժեշտ է, քանի որ հիմա խոսք ենք տալու նաեւ շատ բողոքող մայր անուշի երեխաներին։ Մեր այսօրվա ոստիկանն է Արտուր Վարդանյանը, ոստիկանության քրեական հետախուզության անչափահասների գործերով վարչության պետի տեղակալ եւ հոգեբան Գոհար Լևոնյանը։ Բարև ձեզ։ Պարոն Վարդանյան, երեխան հայտնվեց դպրոցում, դասի ժամին, այսինքն մինչև ժամը 1-ը 2-ը փողոցում տեսնում եք երեխաների։ Անգամ երեխաների կողմից շատ հաճախ լսում ենք, որ ոստիկանները մոտենում են բաժին բերման են ենթարկում, ինչու։ Սա ինչ իրավունքների ոտնահարում է։ Միգուցե երեխան իսկապես այդ օրը դաս չունի, հարգելի պատճառով։ Ինչպես եք վարվում որպես ոստիկան այս դեպքերում։ Նախ ես կուզեի անդրադառնալ այն հարցին, որ այսօր ոստիկանությունը եւ դպրոցը լավ համագործակցում են միմյանց հետ։ Եվ Տիկին Թումանյանն էլ դա կարող է վկայի, ինչը արտահայտվում է վերջին ժամանակներս, վերջին 1-1.5 տարվա ընթացքում դպրոցներ, այցելություններ, հանդիպումներ անչափահասների հետ, դպրոցի աշակերտության կոլեկտիվի հետ։ Իսկ ինչ վերաբերում է դպրոցներից փախչելու, նրանց բաժին ներկայացնելու, բերման ենթարկելը չի վերաբերվում անչափահասներին, դրանք կարող է տարբեր պատճառներով լինեն։ Ոչ դպրոց չհաճախելու համար։ Դպրոց եթե երեխան փախել է դպրոցից, դասաժամերի ընթացքում ոստիկանը նրան չի տանի, չի ներկայացնի ոստիկանը։ Ուղղակի կտանի այն դպրոց, որտեղ նա սովորում է։ Ձերքից բռնում եք, տանում եք դպրոց։ Միգուցե նա իսկապես դաս չունի այդ ժամը։ Չէ, եթե դասաժամ է, դա հնարավոր է ճշտել։ Այստեղում, ինչի՞ չէ որ։ Իսկ երբ որ ոստիկանները նստած են լինում առաջին հարկում, աշակերտները իջնում են ու հենց տղաները որտեղ է առաջին հարկում։ Դպրոցներում։ Կան դպրոցներ, որտեղ ոստիկաններ հենց քոլեջներում էլ կան, ոստիկանները ներքևում նստած հսկում են երեխաներին, իսկ այդ նույն երեխաները իջնում են ոստիկաններին ընկերական կլինի դուրս գամ, լավ ոչինչ դու դուրս արի, այդ դեպքում ինչի համար են ոստիկանները։ Ճիշտ ասած, ես այդպիսի դպրոցներ չգիտեմ, որ ոստիկաններ կան։ Կան իհարկե։ Կան դպրոցներ, հիմա ավագ դպրոցներում ոչ, դեռևս չկա։ Դա Կան դպրոցներում, ես ես վստահ կարող եմ ասել։ Ես ձեզ ասեմ, վերջին 10-11 պահապանների մասն է խոսքը ուղղակի, պահապանների մասին է երևի խոսքը, այլ ծառայություններ են դրանք,
Այսինքն դա դպրոցի տնօրենության պահանջով է, հա դա։ Դպրոցի տնօրենն է պահանջում անհապաստների։ Մենք ավագ դպրոցենք չունենք ոստիկան։ Ծառայության հետ ես ասեմ ձեզ, անհապաստների գործերի ծառայության հետ գործ չունեցող համակարգ է գործող, ինչ վերաբերվում է անհապաստների գործերով ծառայությանը, վերջին 2010-11 թվականին ներդրվել էր ավագ դպրոցներում, ավագ դպրոցների հետ բացման մեկտեղ ներդրվել էր այդ փորձը, այդ ծրագիրը անցկացվել ու շատ հաջող Ինչ ծրագրի մասն է խոսքը, որ ոստիկանները դպրոցական ոստիկան, անչափահասների գործերով ծառայության աշխատակիցները կցվել են դպրոցներին, Երևան քաղաքում դա անցկացվել 10 դպրոցներում եւ բավականին մեծ արձագանք ծրագրի հաջողությունը։ Ու ոչ մի միակ հաջողությունը, եթե ես ասեմ, տվյալ դպրոցներից ոչ մեկում ոչ մի իրավախախտում չի եղել, արդեն դա մեծ ցուցանիշ է։ Դա քաղաքայի կրթության նախարարությունն է։ Ոչ, ես ձեզ ասեմ, դա վախեցնելու կամ սաստելու կներեք, հա։ Եթե կարելի է արտահայտվեմ նոր։ Գիտեք, ինձ իսկապես անհանգստացնում է ավելի շատ այս հարցը, պարոն Վարդանյան, բացատրեմ։ Մենք իսկապես շատ տարբեր բաների մասին խոսեցինք, հասանք դասագրքերին, Տիկին Թումանյանը։ Ես դրա համար ուզում եմ անդրադառնալ։ Ինձ ավելի անհանգստացնող խնդիր կար, զրույցի ամենասկզբում կար այն հարցը, որ ես կարծում եմ իսկապես պետք է հետաքրքրի ձեզ եւ դրանից հետո նաեւ հոգեբանին, որ երեխան փախնում է եւ գնում ակումբ, հերիք չի, ակումբում էլ ալկոհոլը ոչ թե հյուրասիրում են, այլ նա կարող է գնել եւ դասաժամին ուզում եմ անդրադառնամ, ուղղակի խոսքը այսպես։ Ուզում եմ անդրադառնամ նաեւ դրան, որ դպրոցի դասաժամերի ընթացքում աշակերտի դպրոց չհաճախելու, փախչելու, ակումբ գնալու խնդրին ոչ թե մենակ միայն ոստիկանները կամ ուսուցիչները պետք է ուշադրություն դարձնեն։ Հենց ակումբի աշխատողները, որ այսօր մեր ընկերուհին ասաց, որ ակումբում վաճառում են, մյուս ակումբներին վաճառում են, մենք էլ պետք է վաճառենք ոգիլ իշխանին։ Կամ մենք մեր մոտ չթողնենք գնան ուրիշ ակումբ, ձեր խոսքերն են անում։ Ես կներեք, եթե չգիտեն ակումբի աշխատողները կամ ղեկավարները, մի րոպե ասեմ, օրենքը սահմանված է, միգուցե, օրենքը կներեք, օրենքը սահմանված է, գոյություն ունի վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիր, որի 158 հոդվածով արգելվում է Եվ տվյալ կազմակերպության ղեկավարները երբևիցե ժամը 10-ից կարելի է ես արտահայտվեմ նոր։ Հիմա ասեմ արտահայտվեք, մտել եք որևիցե ակումբ եւ տեսել եք ինչ է կատարվում։ Վերջին ժամանակներս ճիշտ կասեմ Ինչ եք հսկում։ Փողոցում երբ որ տեսել եք երեխային ինչ մտել եք։ Տարածքային աշխատողները, տարածքի աշխատողները, տարածքի տեղում աշխատող ոստիկանները դա այդ ամեն ինչին հսկում են։ Ու եթե անտեսանելի է ձեր ակումբ չեն որևիցե անգամ այցելել Հնարավոր է մի քանի ժամանակ հետո ձեր ակումբը Ես ես ասեմ, այդպես չի, որ դու ծնողը մեր դպրոցում անմիջապես տեղեկացվում է։ Առավոտյան եթե աշակերտները բացառությունը ես չգիտեմ։ Չէ, ծնող աշակերտ կապը ուսուցիչ պետք է դա խիստ բարձր հիմքերի վրա դրված լինի։ Անմիջապես ծնողը պետք է տեղեկացվի դա։ Դա պարզ է, ավագ դպրոցի երեխաների փախուստը հիմնականում, ասեմ իմ խորին համոզմամբ, որն է դրա պատճառը։ Պատճառը չփնտրենք հետաքրքրություններ եւ այլն։ Երբ որ 10 տարի երեխաները սովորում էին միասին, նրանք այնպիսի ընկերություն էին ստեղծում, որ ընթացքում եթե մեկն էլ շեղվում էր ճանապարհից, ամբողջ դասարանը դասղեկի հետ, ամբողջ դպրոցի հետ մտահոգ էր այդ մեկի ճակատագրով եւ բոլորը միասին համատեղ ուժերով ետ էին բերում։ Այսօր ես մինչև 8-րդ դասարան եկել եմ երեխաների հետ, որոնց շատ սիրել եմ, ընկերներ եմ, գնացել եմ ընկել եմ 8-րդ դասարանից հետո ամենավտանգավոր տարիքում մի նոր միջավայր, որտեղ շատ դժվար եմ ադապտացվում ես այդ երեխաներին։ Ես ցանկություն չունեմ գնալու, ես պիտի դասից փախչեմ, որ գնամ իմ ընկերների մոտ։ Ես այդ խնդիրը ունեցել եմ դպրոցում, երբ մեր դասարանը շատ չար էր, ու մեզ կիսեցին, տարբեր դասարանների մեջ ցրեցին 9-րդ, 10-րդ դասարանում։ Մենք դասի չէինք նստում, մենք փախչում էինք իրար տեսնելու։ Դուք դասից փախել եք եւ ձեր ծնողը չի իմացել։ Մենք փախչում ենք իրար հոգեբանական, այս խնդիրը կա, բայց ճիշտն ասած դա էլ է ժամանակի հարց, մենք այդ խնդիրը շատ ենք այսպես ստրեսի եք ենթարկում, դա ժամանակի հարց է, ամբողջ աշխարհում կա high school, ավագ դպրոց, դա սովորելու բան է, ավագ դպրոցը գաղափարը հրաշալի գաղափար է, դրան պետք է սովորեն, ժամանակ է պետք, վերջապես 10-րդ դասարանից, որ մենք գնում ենք առաջի կուրս, այն ժամանակ
էլ մենք 16-17 տարեկան ենք եղել, գնում ենք եւ մեզ ոչինչ չի խանգարում, էլի շատ մեծ մարդիկ չենք։ Միանգամից մտերմանում ենք, ծանոթանում ենք, ի՞նչն է խանգարում։ Սա 1-2 ամսվա խնդիր է, Լուսինե, սեպտեմբեր, հոկտեմբեր գալիս է, ծանոթանում ենք եւ հրաշալի Արդյոք դա 1-2 ամսում լուծվող խնդիր է թե ոչ եւ ինչքան ստրեսի է ենթարկվում երեխան, որքան խորն է լինում այդ ստրեսը, հնարավոր է դա վերացնել թե ոչ եւ ինչ մեթոդներ պետք է կիրառեն հատկապես ավագ դպրոցի մանկավարժները այս գլոբալ խնդրից խուսափելու համար։ Եթե սկսեմ պատասխանել ձեր հարցին, Էրիկ, իհարկե ստրեսը երեխաների համար, երբ որ փոփոխություն է միջավայրի, փոխում են դպրոց, փոխում են շրջապատ, ուսուցիչներ, դասարան։ Շատ մեծ ստրես է, բայց չպիտի մենք մեր երեխաներին թերագնահատենք, իսկապես անցնում է ժամանակ, եթե հաջողվում է, ընկնում են նորմալ համակարգի մեջ, եթե դա համակարգ է, եթե դա աշխատող համակարգ է եւ եթե բոլորի մոտ էսպես է, երեխաները հարմարվում են։ Իհարկե այդ ստրեսերը հաղթահարելու համար գիտեք ինչ, ստեղ ես լսում եմ, ոնց որ գնում է փոխադարձ ինչ-որ մեղադրանքներ, մենք որպես ծնող ես էլ եմ ծնող 2 երեխա ունեմ մեծ արդեն, մեկը ավարտել է դպրոցը եւ ուսուցիչներ, չեմ ուզում այդ փոխադարձ կոնֆլիկտները լինեն, չնայած կարող են լինել, բայց գոնե կոնստրուկտիվ լինել, մենք բոլորիս խոսում ենք դրա մասին, թե ինչ պիտի լինի, ինչպես պիտի լինի, բայց ոնց որ թե ոչ մեկս չենք տեսնում իրականությունը, որը հիմա կա։ Դասից փախչելը մեծ խնդիր է, շատ մեծ խնդիր է, ինչու։ Որովհետև բացի նրանից, որ երեխաները, գիտեք ինչ, երևի ես գաղտնիք չեմ բաց, երեխաները երբ փախչում են դասից, ծնողներն էլ գիտեն, որ դասից փախչում են, դասատուներն էլ գիտեն, որ դասից փախչում են երեխաները։ Շատ անգամ լինում են պայմանավորվածություններ դասատուների երեխաների միջև։ Չեմ խոսում։ Եթե խմբակային են փախնում, այստեղ անհատական փախնելու մասին է խոսքը, որ տարբերաբար նույն երեխաները։ Ես չգիտեմ անհատական խմբակային, ինձ համար դիսցիպլինայի այդ խախտումը, դիսցիպլինայի խախտումը։ Ես ուզում եմ հասկանալ։ Անհատական մի փոքր ուրիշ խնդիր է այն առումով, որ երեխա որ հնարավոր է որ տվյալ սոցիումի մեջ չինտեգրվեց եւ հենց Լուսնեի նշած դեպքում եւ նա ցանկանում է այդ միջավայրից, որտեղ նա այդպես էլ չկարողացավ այդ միջավայրում ադապտացվել, ուղղակի փախչել եւ փաստորեն գտնել իրեն հարազատ։ Միգուցե, բայց եթե դա կրկնվող դեպքեր են ու դա մի երեխա չի, այլ ես գիտեմ, որ դա լինում են կրկնվող դեպքեր տարբեր երեխաների մոտ, ուրեմն դա խնդիր է ոչ թե կոնկրետ անձնավորությունների, կոնկրետ երեխաների, այլ աշխատել եք նման խնդիրների հետ, որպես հոգեբան։ Գիտեք ինչ չի, ես երեխան դեռահասների հետ աշխատել եմ, բայց ես ունեմ շատ գոլեգաներ, որոնք հենց դպրոցի հոգեբան են, հիմական մի քանի դպրոց, որտեղ կան հոգեբաններ, ու շատ դժվար աշխատանք են տանում, որովհետև հոգեբանը գտնվում է այդ ոնց են ասում, կիզակետում, այդ երբ որ խաչվում են, այո, ոչ միայն դրա խաչվում են հետաքրքրությունները ծնողների, ուսուցիչների, ադմինիստրացիայի, դպրոցի ու վերջապես գլխավոր դերում երեխաներն են։ Մենք բոլորիս խոսում ենք, թե ինչ պիտի լինի, փորձենք իրենց հարցնել, ինչու են փոխվում։ Որպես ծնող ես կարող եմ ինչ պետք է լինի։ Դուք որպես ծնող միայն վատ բաներն եք նշում։ Չէ, վատ է, ինչ պետք է լինի։ Չնսեմացնենք, այսօր ես համաձայն եմ մանկավարժներից մեկի հետ, որ դպրոցի դերը նաև շատ դեպքերում մենք ինքներս ենք նսեմացնում երեխայի մոտ։ Եթե մեր ընտանիքում երեխան ռեգուլյար լսի, որ դպրոցը լավն է, դպրոցում ամեն ինչ կարգին է, նա տրամադրված կգնա դպրոց, դա ընկալելու, եթե մենք արդեն իսկ նրան հոգեբանորեն արգելափակում ենք, որ դպրոցում նա միևնույն է ոչինչ չի ստանալու, այ դպրոցից կգաս, ես քեզ կտանեմ կրկնուսույցի մոտ, այ կրկնուսույցը քեզ կտային, ինչ որ չտվեցին Թումանյանի դպրոցում։ Չէ, ես հիմա ուզում եմ ասել, ինչ կարելի է անել, որտեղ որ ծնող ես չեմ մեղադրում միայն դպրոցին, դուք սխալ եք հասկանում։ Ծնողն էլ է իհարկե մեղավոր, բայց այդ ծնող աշակերտ ուսուցիչ հարաբերությունը ծնողը չի կարող երեխային չտանել կրկնուսույցի մոտ, որքան էլ դուք ասեք, որ ավագ դպրոցում գիտելիքներ տրվում են, ամեն դեպքում փորձը ցույց է տվել, որ ոչ ոք ավագ դպրոցից տարած գիտելիքով համալսարան չի ընդունել։ Ոչ մեկ դա չի փորձում, գիտեք, ոչ ոք չի փորձում, բոլորը գնում են կրկնուսույցի մոտ։ Այ եթե կփորձեք, չեն փորձում, ոչ ոք չի ուզում իր երեխայի վրա փորձել։ Ես այս տարի ունեցել եմ շրջանավարտներ, որոնք ի վիճակի չեն եղել պարապելու,
ելնելով նրանց ընտանիքի սոցիալական վիճակից եւ այլն։ Եվ նրանք ընդունվել են բուհեր, որոնք որ ընտրել են, ընդունվել են։ Կան այդպիսի դեպքեր, Լուսինե ջան, ես չեմ իդեալացնում որևէ ուսուցչի։ Այսօր իհարկե ուսուցիչն էլ է խնդիր։ Մենք էլ գիտենք, հասարակության մեջ կա արդեն ձևավորված մի կերպար ուսուցչի, եւ հասարակությունը միշտ պահանջում է ուսուցչից։ Թող պահանջի ուսուցչից, թող պահանջի մանկավարժից, բայց դուք պետք է մեզ նաև օգնեք, պետք է հասկանանք անջրպետ ա եղել այսօր սերունդների միջև։ Առաջ դա այդքան ընդգծված չէր, սիրելիներս։ Այսօր ծնողը եւ ուսուցիչը մի կողմ են գտնվում, երեխան մյուս կողմն է գտնվում։ Երեխային ճիշտ հոգեբանական մոտեցում է պետք ծնողի եւ ուսուցչի հետ միասին։ Պետք է երեքով միասին աշխատել։ Ինչ է պետք։ Դրա համար պետք է նրան վստահել, պետք է երեխային սիրել, պետք է նրա հետ անկեղծ լինել, պետք է անընդհատ զրուցել, որ նա քեզ վստահի, որպեսզի դու ճանաչես նրա խնդիրները, դու նրա աշխարհով ապրես։ Այսօր մեր ուսուցիչներից շատ-շատերը լինելով հիանալի առարկայի մասնագետներ, նրանք որպես մանկավարժ ունեն խնդիրներ, որովհետև նրանք մնացել են այնտեղ երեկվա դպրոցում, որը հրաշալի դպրոց էր, ես շատ սիրում եմ խորհրդային դպրոցը, բայց կան բաներ, որոնք չեն աշխատում այսօր։ Մենք ամեն ինչը չէ, որ համահունչ նրանց հետ ենք անում։ Գիտեք, մենք ելնելով եթերից ամեն ինչը չեք այսօր մենք բարձրացեցինք բազմաթիվ խնդիրներ, կարծես թե այդպես էլ լուծման չեկանք, որովհետև խնդիրները իսկապես շատ են։ Այստեղ են այսօր ծնողները, այստեղ են մանկավարժները, ոստիկանության ներկայացուցիչները եւ հոգեբանները։ Երեխաները դեռ չեն հասցրել իրենց խնդիրները բարձրացնել, այնպես որ դա մենք անենք մեր երկրորդ հաղորդման ընթացքում։ Հետևեք մեզ, ազատ եղեք եւ մի սահմանափակեք մյուսների ազատությունը, քանի որ հաջորդ հաղորդման ընթացքում մենք կփորձենք բոլոր այս խնդիրների լուծումները տալ։ Միացեք մեզ նաեւ վաղը։ Կհանդիպենք։ Կան ուսուցիչներ, որոնք իրենց դասարանի աշակերտների հետ հավելյալ պարապում են գումարով։ Չեք զբաղվում ձեր երեխաներով, պետք չի, թողեք գոնե մենք զբաղվենք։ Թատրոն ենք տանում դրամա հավաք, կինո ենք տանում դրամա հավաք։ Լավ չսովորելը պատճառը դպրոցից փախնելու համար։